Իսկ ես հիմա ուզում եմ խոսել մեկ արվեստագետուհու մասին, որ ինքնասպան եղավ այս 37 տարեկանը, ուներ փոքրիկ երեխա, այստեղ տեսնում եք, եւ իր մայրը ասում է, որ երկար ժամանակ էր դժվար կացության մեջ էր, դրագ էր օգտագործում, գիտեք այս արվեստագետները բոլորը դրագ են օգտագործում, հետո ինչպես այս անձնավորությունը նախապես մեկ ուկրաինցիի հետ ամուսնացել էր, բայց հետո այսինքն նրա հետ ապրել էր, երեխա ուներ, բայց հետո հեռանում է, ուրիշների հետ է լինում, մեկ ուրիշ տղամարդու հետ է լինում, բողոքում է, իրար հետ կռվում են, այսպես ոստիկանություն գալիս է երկուսին, գիտեք, երբ որ մեկը մյուսից ամուսիններ բողոքում են, ոստիկանը գալիս է ասում է ուզում ես charges կամ մեղադրանք կա իր դեմ, եթե ասեք հա, մյուս անձը նաև ասի, երկուսին ձերբակալում տանում են ոստիկանատուն, հետո բեյլ պիտի թողնեք, ազատ թողնեք։ Այսպես վիճակի մեջ է եղել նաև այդ իր երկրորդ կամ քանիերորդ boyfriend-ի հետ այդպես է եղել, բայց ամենայն դեպս ասացի թմրեցուցիչներ էր օգտագործում, դրագ էր օգտագործում եւ ահա այսպես 37 տարեկանում անկարծ սիրտը կանգնում է եւ մահանում է։ Ես այստեղ ուզում եմ ցույց տալ մանկությունից սա արվեստագետ է եղել, այստեղ տեսնում եք իր boyfriend-ի հետ որ խնդրեմ է ունեցել անցյալում, երբ որ մահանալիս boyfriend-ը եւ boyfriend-ի եղբայրը այդտեղ են լինում, բայց թվում է որ կապ չեն ունեցել այդ հարցին, cardiac arrest կամ սրտի կաթվածք է ունենում, այստեղ ասում են որ եղբայրը այս տղայի որ իր boyfriend-ի եղբայրը շատ ազդված էր եւ երբ այսինքն շտապ օգնությունը գալիս է ԵՄՍ տեսնում եք ասում են որ սա արդեն մահացած է, հետո իր boyfriend-ն շատ ազդվում, այս boyfriend-ն ինչ որ 2018-ին իրար հետ խնդիրներ էին ունեցել, տատը էին բացարել մեկը մյուսի դեմ, եւ այսպես տեսնում եք իր մայրն է, որ ասում է որ դժվարություններ է ունեցել եւ նաեւ խնդրեմ ունեցել իր boyfriend-ի հետ, տեսնում եք այդտեղ Հիմա նոր չի, այսինքն դեղեր թմրեցուցիչներ երկար ժամանակ ունեցել է։ Ինքը մայրն ասում է, որ շատ մեծ կարողության տեր էր իմ դուսրս եւ նրանք որ entertainment, այսինքն այս ֆիլմերի, սերիալների բիզնեսի մեջ են լինում բոլորը մի ձև հոգեկան խանգարումներ են ստանում, մինչև կարողանան մեծ անձնավորություններ դառնալ։ Այսպես տեսնում եք, այն ուկրաինցի boyfriend-ն է, որտեղ ասում է հետմահու իհարկե, շատ այսպես յուրահատուկ կարողության տեր էր, խնդիրներ նաև ուներ եւ որովհետև այդ ֆիլմ ինդուստրին այդ ստեղծում է անձիկ, որ այդտեղ աշխատում են, արվեստագետներ, արվեստագետուհիներ, խնդրեմ են ունենում միշտ, բայց ասում է միշտ մեր սրտում կլինի եւ իմ երեխայիս ասելու եմ, որ ինչքան լավ մայր է ունեցել, տեսնում եք այստեղ, թե երգիչ էր, թե երգչուհի էր, թե ֆիլմ էր խաղում մանկությունից, Hayden, տեսնում եք այստեղ այդ ուկրաինցի boyfriend-ի հետ եք տեսնում, որ հետո հեռացել էին։ Այստեղ տեսնում եք իրեն գնահատված անձնավորություն էր եւ ասացի սիրված էր որոշ անձիկի կողմից, բայց եւ այնպես միշտ խնդրեմ եղել այս ֆիլմ ինդուստրիի մեջ, միշտ խնդիրներ եղել եւ անցյալում boyfriend-ի հետ խնդրեմ ունեցել Brian Hickersonի հետ
բայց եւ այնպես domestic violence ծեծվել են իրար հետ 4 տարի probation որոշել են որ չմասնակցեն սա ասացի իր ամուսինը ուկրաինացի ամուսինը որ երկար ժամանակ էր միասին իրար հետ չէին եւ գնացել էր մյուս boyfriend-ի հետ եւ այսպես թմեցուցիչները օգտագործել եւ վերջավորություն մահանում է ես ուզում եմ շարունակեմ մեկ այստեղ ամեն ձև դեպքեր պատահում Ամերիկայի այստեղ ամեն ինչ պատահում մի տղամարդ որ թվում է որ պետք է լինի 16-ից 20 տարեկան հետևում է կանանց հիմա ես ուզում եմ ձեզ օրինակը ցույց տալ այստեղ եւ դիմակ դրած այսպես տեսեք հետևում է մասկ կամ դիմակ է դրած տեսնում եք այս տարօրինակ մասկը դրած է ու քանի անգամ կանգատվում են տեսնում եք այստեղ փողոցում Ֆիլադելֆիայում է տեղի ունենում այդ աղջիկ առավոտը ժամը 5:30 վազում է այդտեղ ուրեմն exercise անում այս տղամարդն հետևից վազում է եւ ուրիշներ նաեւ այսպես կանգատվել են որ առավոտը շատ շուտ այս դիմակը դրած մարդկանց հետևում է Պոլիսը հիմա հետևում է եւ նաեւ հարցնում է բոլորին Are you ready to die հարցնում է ուրեմն այդ կանանց հարցնում է որ պատրաստ ես մահանալու այստեղ տեսնում եք միտեղ դիմակը հանեն է աչքից հույսուն դրա հիմա վրա ասում են 16-ից 20 տարեկան է եւ հեռախոսկա ձեռքը եւ անընդհատ հարցնում է որ արդյոք ուզում ես մահանաս թե ոչ ամենայն դեպս Ֆիլադելֆիայի պոլիսը հետևում է այս ոչրագործին ցերպակալելու համար ես պիտի վերադառնամ ծրագիրը այսպես հովանավորում է Վերբանկում գտնվող Verbank Adult School-ը դասավանդումները արդեն սկսվել է Երևանից դասավանդումները սկսվել է մեծամասնություն 12 տարբեր այսպես նյութեր է ինչ որ դասավանդում են այնտեղ մեծամասնությունը լծված է այսինքն տեղ չունեն էլ հարյուրավոր մարդ մասնակցել է այդ դպրոցը հաճախում է սա Կալիֆոռնիայի նահանգը վճարում է դպրոցը Բերբանկում է ամեն ինչ ձեզ համար անվճար է հեռացայինեք ավելի լավ կլինի գնաք կամ գնաք երեկոյան Burbank High School որը գտնվում է գիտեք Գլենոքս փողոցի վրա է մեզ շատ անմիջապես Գլենդելի արևանից բայց ավելի հարմար կլինի գնաք Allen փողոց Burbank հասցեն հետո քիչ հետո կտեսնեք եւ տեսնեք որ դասարաններ կարող եք մասնակցել այդտեղ դասավանդում հիմա չգիտեմ որ դասարանները դուք կարող եք մտնել ամենայն դեպս 4 ամիս է դասավանդումը վկայական է կստանալու վկայականը ձեզ տալիս է Կալիֆոռնիայի նահանգը որ բոլոր այս նահանգ ուրիշտեղ ընդունված վկայական է սա անպայման այցելեք եթե անգլերեն չգիտեք ուզում եք անգլերեն սովորել եթե անգլերեն գիտեք ուզում եք մասնագիտացված անգլերեն սովորեք կոմպյուտեր սովորել հիմա ասացի ես չգիտեմ որ դասարաններ դեռ առիթը կա ամենայն դեպս հավելյալ տեղեկությունների համար այցելեք Երևան Post-ն է ովանավորում ծրագիրը Երևան Post-ը գտնվում է Granada Hills քաղաքում իսկ այնտեղ եթե մի ծանոթ ունեք օթանավով ուզում եք կրկել մի փանդը $2.99 է իսկ նավով մի ծանոթը որևէ չափ վերցնեք համավասար ծանոթը անվճար կտանեն ձեզ համար նաև կարող է այդտեղ կահկարասիկ ունեք բնակարանում ուզում եք կրկեք Հայաստան կամ ուզում եք տեղափոխվեք ինչ որ ունեք ուզում եք տեղափոխվեք կարող եք անցնել մեքենա ունեք կամ ուզում եք կրկել ձեր ազգականին մեքենա կրկեք $800 ամեն ուրիշ տեղից որևէ տեղից ուղարկեք ավելի էժան է իրենց մոտ իջեցրած են SUV-ն 1790 մեքենան սեդանը 1690 նաև գումար կարող եք փոխանցել եթե դրամ ուղարկեք 1% է դոլար ուղարկեք 2% է դա նկատի առեք դրամը 1%
Ծրագիր հովանավորում է Court Furniture հովանավորում է Court Furniture Ամերիկայի խոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է Central-ի մրթել փողոցի հատման կետում Glendale-ում Euclid եւ 405 Freeway Orange County-ում Santa Ana-ում Orange County այսինքն Oregon-ում Washington նահանգում Washington քաղաքում New York-ում Philadelphia-ում Ամերիկայի մեծամասնություն քաղաքներ իրենք խանութներ ունեն մի քանի հատ խանութներ ունեն անպայման այցելեք նամանավան նոր mattress պիտի գնեք անպայման այցելեք շատ էժան կինով mattress ունեն եւ շատ թանկանոց ունեն կապված իր ցանկությանը կարող եք գնալ դիտեք այդտեղ արյուավոր այսինքն mattress կա այնտեղ ծրագիրը հովանավորում է Shine Tour հովանավորում է ծրագիրը Shine Tour ձեզ առաջարկում Բրազիլիա, Պարագուայ եւ Արժանտինա այցելություն նոյեմբերի 11-ից մինչև 20-ը $3,890 է զանգարեք նաեւ եթե ուզում եք Պարագուայ եւ Իսպանիա կներեք Պորտուգալ եւ Իսպանիա եթե ուզում եք այցելեք 10 օրվա այցելություն $3,690 հեռախոսահամարը տեսնում եք այստեղ շատ շոկ է լինելու հաջորդ օրերը իհարկե մեզ մոտ ջերմաստիճանը լինելու է 97-98 կապված որտեղ եք ապրում 96 հաջորդ օրերը մինչև սեպտեմբեր սա է լինելու այս շրջանի ջերմությունը եւ դա շատ բարձր չի, բայց մենք սովոր որովհետև չենք, շատ շոկ է թվում մեզի։ Դա սանտիգրադով, եթե ոմանք ծանոթ են, դա լինում է 36, 37, 38, այդ է ջերմությունը։ Ուրիշ տեղեր 40 եւ ավելի է։ Ամենայն դեպս 104 Ֆարենհայթը հավասար է 40 սանտիգրադի, հիմա տեսեք արևելյան նահանգներում տեսեք ինչ է, այստեղ տեսնում եք բոլոր տեղերում 100-ից վերև է, մոտավորապես 104 եւ ավելի, տեսնում եք սա վաղը, չորեքշաբթի օր, բոլոր այս ներքևը Ամերիկայի հարավ-արևելյան նահանգները սա վիճակն է, տեսնում եք բոլորը 40-ից բարձր են 42, 45 եւ այսպես ջերմությունն է լինելու Ֆլորիդա նաեւ որ սովորաբար այսքան շոկ չի լինում տեսնում եք մոտարապես 40-ից վեր է ավել է այսպես դժվար կացության մեջ են լինելու բոլոր նրանք որ այս ծրագիրը դիտում եք այս է ընդհանուր պատկերը իսկ հաջորդ օրերը ավել լավ չի լինելու օրինակ Ջորջիա տեսնում եք, Սավանա Ջորջիա տեսնում եք, այնտեղ Օրլանդո տեսնում եք, մոտարապես եւ Բաթեն Ռուժ, Լուիզիանա տեսնում եք 40 եւ ավելի այնտեղ Ֆարենհայթով տեսնում եք 105, 407, ուրեմն 42 աստիճան, այսպես Մեմֆիս, Թենեսի 43, 44 աստիճան եւ հետո մոտենում է 38 աստիճանի, այսպես տեսնում եք Դալլաս 40 աստիճանից ավել է բոլոր օրերը, կալիք օրերը, դա է որ մեզ մոտ շարունակենք, մեզ մոտ եւ նաեւ վաղը սվիր այսօր կար եւ վաղը հյուսիսային մասը, այսինքն դա հարավային մասն էր, հարավ-արևելքի հյուսիսային մասը տեսնում եք այստեղ փոթորիկ է լինելու Քամի է լինելու եւ բոլորը նկատի ունեցեք, եթե այդ տարածքներում բնակվում եք։ Ես հիմա ուզում եմ նաեւ շարունակել եւ խոսել fraternity կամ եղբայրություն։ Գնում են համասարաններում այստեղ երիտասարդներ, որ գնում են այսպես եղբայրական կապ են հաստատում, հավաքվում են եւ անցյալներում մեկին ծեծում էին, խմիշկը լցում բերան եւ այսպես արգելեցին շատ համասարաններ, որ այդպես փարթիներ չպիտի լինի։ Իսկ այս եղբայրությունը եւ այլն երկու հոգի սկսում են թմրեցուցիչ վաճառել։ Անկամ մեկը ավարտում է, դեռ շարունակում է, քիլոներով վառնում է, հետո բաժանում է, օրինակ
մեկ աշակերտ իրենից $50,000 պատկերացրեք կոկեյն է գնում ժամանակի ընթացքին իհարկե։ Եվ հիմա ես այստեղ ուզում եմ ցուցադրել, որ ոստիկանությունը ցախում տեսնում եք ավել ring leader-ն է, ավել ղեկավարողն է, աչում մի երիտասարդ է, որ իրեն հետ համագործակցում է, երկուսը կարևոր անձնավորություններն են այս աշխատանքը կատարելու, հիմա այստեղ տեսնում եք Թոմաս Ռոբինսոնը իր հայրը նաև տեսնում եք կիլոներով կոկեյն են առնում 2003-2004 թվին, բայց հիմա պիտի տատի տրվեին, հետևում են իրենց, նրանից հետո դժվար է լինում, սա համալսարանն է Փենսիլվանիայի համալսարանում տեղի ունեցող 5 հոգի ուրեմն felony counts պետք է տատի տրվեն եւ իրենց միասնական այսպես կազմակերպել էին խաբեբական աշխատանք, որպես կարողանան համալսարանի մեջ դրակ վաճառել։ Այդ տղաներից մեկի հայրը ինքը փաստաբան է եւ աշխատել է մի ձև անել, իրեն էլ նաեւ տատի պիտի տան, որ police որ investigate անում այս երեխաներին, ինքը մի ձև խանգարիչ աշխատանքներ է այդ բերումով կատարում, որը այդ Ռոբինսոն այդ երկրորդ անձը ինչ որ ցույց տվի նրա այրն է։ Ամենայն դեպս սրանք 5 վերևում ավել կարևոր դերեր ունեն, ընդհանուր 14 հոգու տատի են տալիս այս համալսարանում, որ համալսարանի մեջ տեսնում եք կոկեյն են վաճառում, կիլոներով գնում են, հետո տեսնում եք գրամներով վաճառում են այս fraternity խումբը կամ այս եղբայրական խումբը մեծ բիզնես են սկսել համալսարանի մեջ, ասացի ղեկավարը այս անձնավորությունն է, որ այստեղ տեսնում եք եւ մնացածը համագործակցողներն իրեն հետ եւ հիմա տատավարություն պիտի լինի, ասացի մեկի $50,000 մի հոգի այդքան կներն տասնյակ հարյուրավոր հազարավոր բիզնես է տեղի ունեցել այս համալսարանի մեջ, թմրեցուցիչ վաճառո նրա մեջը կա ասացի համալսարանը ինքը սարսափահար է եղել, երբ որ ամեն ինչը բացահայտել են, փոլիսը բացահայտել է, որ այսպես մեծ criminal activity համալսարանի մեջ տեղի է ունենում։ Փենսիլվանիայի համալսարանը շատ ճանաչված առաջնահերթ համալսարանից մեկն է աշխարհում ճանաչված համալսարան, որպես այսպես բարձր մագարտակի դասավանդումներ է այստեղ տեղի ունենում։ Ես դադարեցնեմ միկին իրեն հանձնում են երկու երեխայի, այդ երկու երեխային կողանում են, որպեսզի նայի ծնողը կնա աշխատանքի, իսկ ծրագիրը հովանավորում է Փիձարթինի Բերբանկում հովանավորում է ծրագիրը։ Բերբանկում է, բայց Գլենդելի հարևանությանը շատ մոտ է Գլենդելին։ Սա ռախոս համարն է ձեզ մոտ նշանակ է, եթե պիցա պիտի օրդեր անեք, մեկ որևէ չափի օրդեր անեք, հաջորդը 50% զեղչ կստանաք։ Սանդվիչներ ունեն, ուրիշ ուտելիքներ ունեն, զանգարեք հավելյալ տեղեկությունների համար։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի աչքի մասնագետ բժիշկն է հովանավորում։ Եթե ագնոցի կարիք ունեք, ջուր է ուզում ձեր աչքից, ցավեր ունեք աչքի, բոլոր այդ աչքին վերաբերող հարցերով զանգարեք Գլենդելում, սա հեռախոսահամարն է։ Փասադինայում, այստեղ տեսնում եք հեռախոսահամարը տեսնում եք։ Կոստամեսայում, սա է հեռախոսահամարը, Orange County-ում է, Orange County-ն փոքր county է, որովհետև ապրում եք, այստեղ կարող եք զանգարեք եւ այս 31 տարվա մասնագետին հանդիպեք կվերադառնա։ Ատլանտայում մեկին իր երկու երեխային 4 տարեկան եւ 11 ամսական հանձնում է մի կնոջ բեյբիսիթեր, որ երեխին նայեն, ինքը աշխատանքի գնա։ Այդ կինը գնում է աշխատանքի, երեխաներին անձը կողանում է։ Հետո վերջը գտնում են, որ ինքը այդ կինը որ կողացել է, ապրում է մեկ քանթեյների, այսպես քանթեյների մեջ է ապրում, դուրերը փակել է, ուրիշները լսում են ձայնը,
լուր են տալիս եւ հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ պոլիսը գալիս է դուրը ջարդելու այդ քանթեյների եւ այս աղբի միջից այդ քանթեյները այդ կինը ապրում է աղբերի մեջ այս երկու երեխաներին կողացեն է տարեն է այդտեղ եւ պահեն է այդտեղ իհարկե որևէ բան չի ուզեցել մեկից կամ բայց հետո որ նայում են տեսնում են այս կինը առաջ այս կինը ինչ որ կողացել է երեխաների առաջի անգամ չի 2021-ին մի ուրիշ երեխայի նաև կողացել է եւ ուրեմն ուրիշ ռեկորդ ունի տեսեք այդտեղ ամեն աղբ է այդ քանթեյներների մեջ պոլիսն է գնում է մեկ անում իրենց երբակալում են հետո պիտի դատի տան բայց ամենայն դեպս այդ երկու երեխային հետ են հանձնում իր մայրիկին որ այդ կնոջ ուրախության պատճառն է լինում կարողանում է իր երեխաներին տեսեք իրեն հանում են քանթեյների մեջից երբակալում 2021-ին ինչ որ ցույց է տեսնում մայրը որ երեխաներին երբ որ իրեն 2021-ին նաև արիներ այդ ժամանակ ինչպես մայրը սիրում էր իր երեխային հոգ տան երբ որ հետ են վերադարձ ես ուզում եմ ցույց տալ Թայլանդում այսպես տեսարժան վայր կա այնտեղ ասում են եւ այդ տեսարժան վայրը միտեղ է որ հեղեղ է տեղ ունենում գալիս է այս բոլոր այդ անձիկ որ եկել են տեսնեն այդ տարածքը ջուրը տանում է իրենց այսպես տեսեք խոշոր մեկ անգամի ջուրը հոսում է եւ տեսեք դժվարության մեջ են մնում հանկարծ այդ բլուրի վրա սարի վրա տեսեք այդ բռնում ես աղջկան փրկելու իսկ այնքան ուժեղ է դուրս է լինում այդ աղջիկ գնում է բարեբախտաբար ոչ ոք չի մահանում շատ հանկարծակի այսպես հեղեղ է տեղի ունենում գիտեք ուրիշ երկրներում նախապես կամ չեն նախատեսում կամ չեն հայտարարում այսպես է լինում որ այս անձիկ ինչ որ գնացել են այցելելու դժվարացության մեջ են մնում ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ Ամերիկա եւ Իրանի հարաբերության մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը եթե ալերգի եւ ասմայով տարապում եք զանգարեք այս հեռախոսահամարին եւ գտնում է իհարկե Գլենոքս փողոցի վրա Grand View փողոցի հատման կետին շատ մոտ է ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է 600 դաշնամուր այնտեղ կա երկու հարկի մեջ եւ ամենահին դաշնամուրի խանութ 1928 թվականից Hollywood Piano-ն աշխատում է $1,000-ից մինչև $500,000 դաշնամուր կա գնացեք այնտեղ տեսեք գեղեցիկ դաշնամուրներ գերմանական ժապոնական չինական կորեական ամերիկյան դաշնամուրներ իրենք ներկայացուցիչն են նաև այս դաշնամուրների ծրագիրը նաև հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը Բրբանքում է Գլենդելի արևանյան պատրաստի ճաշեր ունեն եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու եւ թարմած են թխում նաև Raffi's Market-ում Անրեղարիվյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում եթե bankruptcy պիտի ֆայլ անեք եթե ավտոտար accident եք ունենում զանգարեք այս հեռախոսահամարին կվերադառնա Նախ ես ուզում եմ ասել, որ Իրանը ասել է տարօրինակ հայտարարություն է ասել եւ դա Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆ, որը ներկայացների Իրանի ներկայացների տան խոսնակն է, ասել է որ Speaker of the House, այսպես ասել է որ
մենք էլ չենք բանած 60 օրվա համաձայնության են եկել Թրամփի հետ, Թրամփի վարչակազմի հետ, այսինքն որ 300 բիլիոն պետք է Իրանին վճարեն, որովհետև ամերիկան ռմբակոծել է վնասներ էր հասցրել եւ այս նեղուցը պիտի բաց լինի, ամերիկյան զորքը մի քիչ մասամբ հետ քաշվի եւ հետո մնացած որ նախագահ Թրամփի պահանջն էր որ Իրանը պետք է ատոմական ռումբ չունենա դա այդ մասին հետո պիտի բանակցեին ամենայն դեպս այդ նախնականը որ 60 օրվա համաձայնության եկել են եւ 60 օրվա մեջ մնացած հարցերը պիտի լուծեին երեք այդ 60 օրը ավարտի եկավ ուրեմն ոչինչ չկա Իրան ասում է ամերիկան նաեւ ասել է այդ համաձայնագիրը գործադրելի չի եւ իրենք էլ չեն ուզում Թրամփի հետ բանակցեն մինչեւ Թրամփի նստաշրջանը ավարտվի, այսինքն Թրամփը գնա, հետո որ կա, եթե ցանկությունը իրենց հետ բանակցի։ Հիմա հարցը սա է, որ իրենք կարող են տոքան եւ մնան ռեժիմը շարունակի, որովհետեւ ամերիկան պաշարեն է ոչինչ որևէ նավ չի կարող մոտենա Իրանի այս հարավային սահմանի ինչ որ տեսնում եք։ Հիմա եթե մեծացնենք, որ ես ցուցադրեմ ձեզ դուք անդրադառնաք ինչ է կատարվում։ Եթե այստեղ տեսնում եք, ուրեմն այս սև գիծ կա այստեղ մեջտեղում, որտեղ ուրեմն այստեղ նեղուցն է ինչ որ տեսնում եք այս սև գիծը։ Ուրեմն սև գիծից մյուս կողմ Իրանը պետք է ղեկավարի այս սև գիծից ներքևը Օմանը կամ Ամմանը պետք է ղեկավարի այս ներքևը։ Իրանը լրիվ կոնտրոլ պիտի ունենա, Իրանը Օմանի հետ խոսեն են, լրիվ կոնտրոլ պիտի ունենա այս մասի, իսկ մյուս մասը նավերը միայն պետք է այս վերևից կան մտնեն այս Պարսից ծոցը, պետք է միայն այս վերևի մասից մտնեն, ներքևից պիտի վերադառնան, որ Օմանը այդտեղ վերահասու է լինելու Իրանի հետ, այսինքն Իրանը ներքևում թույլ է տալիս որ իրենք նայեն այդ հարցը, բայց իրանք էլ մխրճված են այդ կոնտրոլ անելու հարցի վրա։ Սա է որ նախագահը ասեն բարկացած է Օմանի վրա, որ այս բանակցությունները ինքը տեմ է եւ ասում է Օմանը այսպես սխալ աշխատանք անում, ես ռմբակոծելու եմ Օմանին։ Օմանը այդ միջնորդն, այդ երկիրն է միջնորդը, որ Ամերիկայի եւ Իրանի մեջ միջնորդն էր, որ աշխատում էր հարաբերությունը բարելավել այդ երկու երկրների մեջ։ Եվ հիմա նախագահ Թրամփը բարկացած է, Օմանի վրա բարկացած է եւ այսպես անել վիճակ մնացել է։ Տեսնում եք այս սև գիծը այդ է, որ ցույց է տալիս, որ մասը Իրանին է պատկանում։ Ամեն երկիր 12 մայլս մինչև հողատարածքը իրենցը որևէ տեղում 12 մայլս տարածքը պատկանում է այդ երկրին։ Մյուս երկրները 12 մայլ, բայց որովհետև այս նեղուցը շատ նեղ է, այդքան տարածք չունի, սա մոտավորապես 20 մայլս է, ուրեմն Իրանը չի կարող 12 ունենա, Օմանն էլ ունենա 12, կլինի 24, սա միայն 20 է, դրա համար ուրեմն սա պրոբլեմ է այստեղ, մինչ հիմա եւ Թրամփը այդ է ասում, մինչ հիմա ազատ երթևեկություն կար, ոչ ոք չէր ասում սա Իրանին է պատկանում, ոչ ոք չէր ասում սա հարավային մասը Օմանին է պատկանում, ազատ երթևեկություն կար, բայց այս պատերազմի հետևանքով հանկարծ իրանցիները անդրադարձան, որ սա իրենց է պատկանում ուրեմն եւ ասացին, որ սա մերն է, սրանից հետո մենք ենք կոնտրոլ անելու, ինչ որ նախագահ Թրամփը լրիվ այդ հարցին դեմ է։ Հիմա ռազմանավ կա այստեղ մնում է եւ ուրիշ ռազմանավեր այստեղ կան եւ 60,000 ամերիկյան զորք այս տարածքներում են գտնվում հիմա։ Հիմա այդ 60,000-ը Օման այս ծովն է, այստեղ տեսնում եք, ուրեմն 60,000 զորքը, որ այստեղ ամերիկյան զորքը կա, ամենախոշոր ռազմանավը
Abraham Lincoln ռազմանավն է, որ վերջերս երկու օքի ուզում էին իրեն ամերիկացի զինվորներ նավի միջից օվկիանոս, այսինքն ծովը գցեն իրեն, մեկը արդեն թռերներ, որովհետև 260 օր մնացել են նավի մեջ, հաճախ ռազմանավ եւ ինչ որ լինում է, գնում են որտեղ բարեկամ երկրի այս ծովափը եւ 30-ից 45 օր են նավի մեջ մնում, 260 օր մոտավորապես պատկերացրեք 9 ամիս նավի մեջ մնալը այդքան հեշտ չի, դրա համար հոգեկան խանգարում կա եւ բողոքում են, որ բավարար ուտելիք չեն հասցնում իրենց, իհարկե պաշտպանության նախարարությունը ասում է, որ բավական ուտելիքներ կա, ոչ մի խնդրեմ չկա, ոչ ոք չի բողոքում եւ նախագահը նաեւ կրկնում է, որ 260 օր շատ չի, զինվորականը 260 օր եկել են այդ առիթի համար 260 օր շատ չի, որ մեկը բողոքի եւ չեն բողոքում, այսպես է ասում նախագահը։ Հիմա ասացի, սպասում եմ, որ այդ Լինքոլնը հետ վերադառնա եւ Ջորջ Վաշինգտոն մեկ ուրիշ խոշոր ռազմանավ գա այդ Լինքոլնի տեղ։ Իսկ այսօր հանկարծ նաեւ բացահայտվեց, որ մի ռազմանավ, որ ավել փոքր է, բայց ռազմանավ է, 300-ից ավել նավաստիներ կան այդ նավի մեջ, չինական ծովի մոտ, որ պետք է հրամանին տվել, որ դա էլ կա այստեղ 4 օր մոտորը կանգնեն է եւ սրանք մնացել են այդտեղ, իհարկե մոտարապես մի 20 քանի օր առաջ է պատահել դեպքը եւ մինչ հիմա չէին ասել, այսինքն չէին ասել, որ մի նավ մնացել է, որ պիտի կա այստեղ չի կարողանում գա եւ լրիվ մոտորը աչքեն է մնացել է չինական ծովի մոտ, China Sea մնացել է։ Ես հիմա տեսանյութ ուզում եմ ցույց տալ, այնտեղից խոսեմ, ռազմանավն եք տեսնում այս Լինքոն ռազմանավը, որ տասնյակ ռազմանավ է։ Սա մյուս նավն է, ինչ որ ասացի 4 օր 300 sailors այնտեղ են եղել US Benfold անունով այս նավն է 4 օր մնացել էր եւ իրենք ունեցել են շատ քիչ ջուր են ունեցել խմելու համար եւ որովհետեւ ոչինչ մեջը չի աշխատում նավի, ուրեմն զուգարան նաեւ չեն կարողացել, դժվարություն են ունեցել եւ air condition նաեւ չեն ունեցել, այսպես տեսնում եք, ուրեմն 4 օր ուր որ կար Չինաստանի սահմանների մոտ մնացել էր այնտեղ այս նամը եւ այսպես տեսնում եք, բայց ասեն են, որ որևէ մարդ չի վնասվել այս նավի մեջ, միայն դժվարություններ են ունեցել։ Սա այդ Լինքոլնն է, խոշոր ռազմանավն է, որ պետք է տեսնում եք ռազմօթանավներ վրան կան, օթանավները կարող են նստեն, բարձրանան, իրեն պիտի փոխարինի Ջորջ Վաշինգտոնը, որտեղ գալիս է Վիետնամի սահմանի մոտ է, արդեն մոտենում է այստեղ նաև մի տարօրինակ դեպք, ես սրա համար այս տեսանյութը ուզում եմ ցույց ցուցադրել, սա պաշտպանության նախարարն է Հեքսեթ անունով եւ մինչեւ հիմա այսպես բան չենք տեսել Ամերիկայում, որ գնացել է մեկ անձնավորություն, որ թեկնածու է, սա 3 շաբաթ առաջ է պատահել, մեկ անձնավորություն Այովայում Հեքսեթը գնում է այնտեղ եւ հովանավորում է մեկ անձ, որ ուզում է ներկայացնել տան անդամ դառնա։ Կառավարության պաշտոնյաները սովորաբար երբևիցե որևէ ընտրական ընտրարշավի բնավ չեն մասնակցում, հեռու են մնում։ Սա չտեսնված դեպք է, որ պաշտպանության նախարարը Հեքսեթ մի մարդ, որ որևէ փորձառություն նաև չունի նախարար լինելու, նախագահ Թրամփ նշանակել է, որտեղ իրեն ավատարիմ է, ինչ որ ասում է, լսում է ինքը, ուրեմն այստեղ տեսնում եք գովազդում է ներկայացնի տան անդամի, այստեղ տեսնում եք երկուսով, այսպես։ Իսկ այդ որ նավի մեջ քաղցած են, խնդրեմ ունեն, ասում է դա սուտ է, ճիշտ չի, նավի մեջ ամեն ինչ ունեն, ռազմանավի մեջ ուտելիք բավարար ունեն, խնդրեմ չունեն,
այսպես լրագրողների այսպես սուտ տեղեկությունը այս համաձայնագիրները ինչ որ Իրանի հետ ստորագրեն էին բայց ասացի երեք ավարտի եկավ այդ համաձայնագիրը երկու կողմացին են որ չեն հետևելու նամանավանդ Իրանը որ ասեն է եթե ամերիկան նախագահ կընդունի ինչ որ խոսենք օքեյ է եթե չէ մենք չենք խոսի մինչև հաջորդ տեխնացուն երբ որ կա այսպես տեսնում եք Օմանի մասին ասացի որ պարկացած է նախագահը որ եթե հարկավոր լինի ռմբակոծելու Օմանը որովհետև Օմանը խարդախորեն աշխատանքներ է կատարում ասում է նախագահ Թրամփը իհարկե ես ուզում եմ խոսել նաև Թոլիդո Օհայոյի մասին որտեղ խոշոր հրդեհ է տեղի ունենում մեկ սա այսպես industrial recycle գիտեք մարդիկ ինչ որ ունում են տանում են recycle-ի տեղ օրինակ Լոս Անջելես Գլենդելում գոյություն ունի Սան Ֆերնանդո ռոդի վրա ուրիշ տեղերում ունի որ մարդիկ երկաթ ունեն մի բան ունեն տանում են հանձնում են այդպես industrial է իհարկե հրդեհ է տեղի ունենում խոշոր հրդեհ բոլոր աշխատողները բացի երկու հոգի միտիկ են եւ մի մարդ չեն կարողանում այս հրդեհից փախուս տան արդյունաբերական ինչ որ ասացի recycle-ի տեղ է սա տեղի ունենում Օհայոյում եւ անգամ տեսնում եք այդտեղ կատու եւ այլն թողում փախուս են տալիս այս հրդեհը ծուխը անգամ fire department-ը մտածում է մոտենալը վտանգավոր է հրշեջների համար նաև եւ այդպես թողեն են որ հրդեհվի շրջապատը փրկեն ընդհանուր առմամբ դա է նպատակը տեսեք վարվելուց հետո տեսնում եք հրդեհվելուց հետո ինչ վիճակի է եկել ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ պիտի խոսեմ Սալիվանների մասին մեկ սենատոր եւ մեկ հոգի որ ընտրության մասնակցում են նույն ազգանուն ունեն ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը դուք եթե թաթի վրա թաթի տակ վերք եք քայլում եք շնչասպառ եք լինում զանգարեք այս հեռախոսահամարին Orange County-ում ունի գրասենյակ ունի բժշկական կենտրոն ունի ինքը Commerce Encino Glendale Սա նախապես սրտի վիրահատող բժիշկ էր ճանաչված իսկ հիմա զբաղվում է այդ հարցերով եթե խնդրեմ ունեք զանգարեք ծրագիրը նաև հովանավորում է Serve Pro ընկերությունն է հովանավորում եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը պրոֆեսիոնալ մաքրման կարիք ունի եթե խովակ է ջարդվել վնաս է հասցրել տանը եթե նոր կառույց ունեք պրոֆեսիոնալ մաքրման կարիք ունի կամ ADU է կառուցել այդ պրոֆեսիոնալ մաքրման համար զանգահարեք այս հեռախոսահամարին Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը Սոնաֆե տարեցների կենտրոնը իրեն բաս ունեն միլիբաս ունեն ցես կտանեն ու կվերադարձնեն որպեսզի դուք զբաղվեք ձեր հասակակիցների հետ այնտեղ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը Անաշե գիֆտը ձեզ առաջարկում է այսպես ես ցուցադրեմ ձեզ եւ կարող եք այնտեղ նկարը տեսնել այսպես տեսնում եք սրանք 6 հատ պատարակախ 6 դանակ ամեն մի հատը գեղեցիկ շատ գեղեցիկ են հատը $9.99 էր իջեցրել են 19.99 էր $9.99 որևէ մեկը 6 հատ տանակ, 6 հատ պատարակախ մեջն է, գեղեցիկ, տարատեսակ ունեն, կարող եք այցելել եւ տեսնել, կվերադառնա Ալասկայում ընտրություն պետք է տեղի ունենա սենատոր ընտրելու համար ամեն նահանգ 2 սենատոր ունի Հետաքրքիր Ալասկան 2 սենատոր ունի, բայց մեկ ներկայացուցիչների տան անդամ ունի, որտեղ այնքան բնակչությունը Ալասկայի քիչ է։ Ալասկան ամենամեծ նահանգն է Ամերիկայի,
պատկերացրեք հենց Ամերիկայի մոտարապես 1/3 մինչև կես տարածք ունի մենակ այլացկան, բայց anyway բնակչություն չունի այդքան, դրա համար ամեն նահանգ 2 սենատոր ունի, բայց կապված քանի մարդ է ապրում ներկայացնի տան անդամ ունի։ Մեկ ներկայացնի տան անդամը ուզում է սենատոր դառնա, մեկ սենատոր անունը Սալիվան է, այդ Սալիվանը ռիփաբլիկան է։ Մեկ անձ եկել է, որ իր ազգանունն էլ նաև Սալիվան է։ Դա բացառեց այդ սենատորը, որ սա չի կարող տեխնացու լինի, սա հատկապես դեմոկրատներն են այդ սենատորը, որ հիմա վերընտրության համար իր տեխնացությունն է տրել, ռիփաբլիկանը ասում է սրանք դեմոկրատներն են ստեղծել։ Մարդն ասում է ես ոչ մի կուսակցության կապ չունեմ, նախկինում է ռիփաբլիկան եմ եղել, բայց ամենայն դեպս այդ սենատորը բողոք բացառեց եւ ստիպեց, որովհետեւ իրենց եթե Ամերիկայում առաջին անուն ունեն, հետո միջին անուն ունեն եւ ազգանուն։ Նույն ձև էր երկուսի այս բոլոր ամեն անունը, որ քիչ հետո պիտի ցուցադրեմ, ամենայն դեպս այդ տատը բացարին եւ ստիպեցին, որ անունը գրվի մյուսի։ Հիմա այդ սենատորը թույլ, այսինքն գրեն է, որ ես հիմիկվա սենատորն եմ այս նահանգի եւ հիմա վերընտրության համար եմ։ Հիմա ես ուզում եմ քիչ հետո պիտի ձեզ ցույց տամ, տեսնեք, ամենայն դեպս ուրեմն այդպես պրոբլեմ է։ Սա Ալասկա եք տեսնում եւ Սալիվան տեսնում եք, սա նաեւ Սալիվան է, բայց սենատոր չի, մյուսը սենատորն էր։ Հիմա այս տեխնացուներ շատ կան այնտեղ, Սալիվան Դանիել տեսնում եք, իսկ սենատորը Դան է գրել։ Տեսեք, Սալիվան Դանիել ստիպեցին, որ անունը լրիվ գրի, նա էլ ուզում էր Դան գրեր, որ կլիներ մյուսը։ Այդ սենատորը տակում տեսնում եք վերջի անունը Registered Republican։ Հատկապես գրելն է այդ, որ մարդիկ իմանան ինքն է այդ անձը եւ incumbent, այսինքն վերընտրվելու համար նախքին թերմի ժամանակ եղել է սենատոր, տեսնում եք, այսպես դժվար կացության մեջ է եղել այս երկու Սալիվաններ, այսպես տեսնում եք մրցակիցները։ Սա այդ անձնավորությունն է, որ ասում է ոչ ոքին չի ասել, որ ես հատկապես կամ իմ ցանկությունն է ուզում եմ ընտրության, ես չեմ եկել խաբելու։ Այս կինը ինքը ներկայացնի տան անդամ է, որ ինքը նաև ցանկություն ունի սենատոր դառնա, այստեղ տեսնում եք տեխնացուները այդ նահանգի անձիկը։ Հիմա մեկ ուրիշ հարցի մասին Ֆլորիդա ուզում եմ Ֆլորիդայի մասին խոսել։ Նախապես Ֆլորիդան մասամբ ռիփաբլիկան նահանգ է մեծամասնություն։ Նախքին այս Ֆլորիդայում դեմոկրատականը կապույտ եք տեսնում, որ այդտեղ երբ որ Թրամփը Հարիս իր մրցակիցներ 2024 թվին, այդ 28 տարածքներից 20-ը Ֆլորիդայի տարածքներից Թրամփը հաղթեց 8 դեմոկրատական նահանգներին Հարիսը հաղթեց, Քամալա Հարիսը 8 նահանգ հաղթեց։ Իսկ ռիփաբլիկանները եկան ասացին, որ իրենք կարող են ներկայացնել տան անդամները գծագրեն եւ Supreme Court-ը ընդունեց, որ իրենք գծագրեն ինչպես որ ուզում են տարածքները։ Հիմա որովհետեւ մեծամասնությունը ռիփաբլիկաններ էին, ուրեմն իրենք գծագրեցին տարածքները։ Հիմա այս անգամվա ընտրության համար մնում է ընդամենը 4 տարածք, որ դեմոկրատական են քվեարկելու, 24 տարածքը ռիփաբլիկան է լինելու։ Այսպես Կալիֆոռնիան օրինակ, այնպես դեմոկրատները գծագրեցին, որ 5 առավել դեմոկրատ է ընտրվելու այս նահանգում հաջորդ տարի, ավելի շատ մեծամասնություն դեմոկրատ էին, բայց առավել դեմոկրատ է ընտրվելու Կալիֆոռնիայի որպես ներկայացնի տան անդամ։ Նույնը Թեքսասը, առաջին նահանգը, որ այդ աշխատանքը սկսեց, Թեքսասն էր Թրամփի խրախուսանքով, եւ Թեքսասը այնպես բաժանեցին,
որ այնտեղ նաև 5 առավել Republican պիտի ընտրվի։ Տեսնում եք այս փոփոխությունները ինչ որ տարբեր նահանգներում տեղի ունենում։ Այսպես տեսնում եք։ Ընտրությունը գիտեք նոյեմբերին է տեղի ունենալու, նախագահը այս տարի ընտրության մեջ չի, 2 տարի հետո նոր նախագահ պիտի ընտրվի, բայց 435 ներկայացուցիչների տան անդամ պիտի ընտրվի այս նոյեմբերին եւ 30-ից ավել 34 սենատորներ պետք է ընտրվեն, Ամերիկայի սենատորներ պետք է ընտրվեն գալիք նոյեմբերին։ Ես ուզում եմ խոսել նաեւ Միզորի փոլիսը գնում, այսինքն ոչ թե փոլիսը, այլ մարշալներ են սրանք։ Մարշալները նրանք են, որ զինվորական են, բայց գնում են ոչրագործներին ձերբակալելու։ Տեսեք, մի 20 այդ մարշալներից բարձրանում է, մեկ ոչրագործը երկրորդ հարկում է ձերբակալեն, բայց այդ պատշգամբը, բալկոնը լրիվ թափվում է եւ կոտրվեն այս մարշալների կամ այս ոստիկանների ոտքն է կոտրվել, ձեռքն է կոտրվել, այսպես տեսնում եք։ Մահացու չկա, բայց եւ այնպես վնասվել են որոշ այս մարշալները, ինչ որ վերևն են եւ որոշ ներքևում են, այսպես տեսնում եք դեպքը ինչ որ պատահել է։ Իսկ վերջավորությանը ես ուզում եմ խոսել ռոբոտների մասին կամ ռոբոտների մասին։ Ռոբոտները Չինաստանում մեծ աշխատանք են տանում եւ շատ այսպես իրենք կատարելագործված աշխատանքների համար են հիմա օգտագործում։ Նախ որ որպես փոլիս փողոցներում որ ճանապարհ տան մեքենաներին այնտեղ օգտվում են, գործարաններում շատ օգտվում են։ Իսկ հիմա ես մեկ ռոբոտ ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնում եք այս ռոբոտները բարձրահասակ չեն։ Ձյունի մեջ 47 0.1 սանտիգրադ կամ 53 0.1 Ֆարենհայթ ռոբոտ այդ ձյունի մեջ կարողանում է քայլել։ Այսպես աշխատանք կարող է կատարել։ 50 ռոբոտներ տարբեր աշխատանքին անում քիչ առաջ տեսակ։ Տեսնում եք, պարում է Մարզանք է անում, ինչ որ ծրագրեք դա կանի ռոբոտը, իսկ 6 ֆուտ թռչում է, 6 ֆուտ 3 ինչ կարողանում է եւ կարողանում է արագ վազել։ Այստեղ տեսնում եք, ում որ Հուսեյն Բոլտ աշխարհի ամենաարագ վազող անձնավորությունը, ում որ տեսնում եք այստեղ Հուսեյն Բոլտին եք տեսնում, որտեղ 28.3 մայլզ ժամական, 28.3 մայլզ ժամական արագությամբ այդ ռոբոտ վազում էր, այսինքն աշխարհի ամենաարագ մարդուց ավել արագ կարողանում է վազի։ Այստեղ տեսնում եք ռոբոտի տարբեր 6.5 ֆիտ, մոտավորապես 2 մետր կարողանում է թռչել վերև։ Սովորաբար այդպես առիթ չի ունեցել որևէ մարդ, այստեղ տեսնում եք։ Եվ տեսեք այս ռոբոտները ապական են այս երկրի ամեն ինչը երևի կպատահի ռոբոտների միջոցով։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը մի շնորհանդիպում։